Մագնիս խնդրեմ, Ժորժան խնդրում եմ բարձրախոսները նարենով բարձրացնեք, որ ես շատ ստիպված չլնեմ բարձր խոսամ և մի հատ էլ բարձրանում, ճիշտ է, մի հատ էլ բարձրանում Սիրելի ժողովուրդ, սիրելի արաբկիրցիներ, ողջունում եմ բոլորին Ես շնորհակալ եմ, որ ես անձրևին եկել եք Ես կարծում եմ, որ մենք այսօր Արաբկիրում փառավոր օր ունեցանք, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր շտաբներին եւ մեզ ուղեկցող բոլոր մարդկանց, ովքեր առավոտից անձրևի երբանց է գալիս, մի 3-4 ժամ հաստատ գալիս է եւ կարծում եմ ժողովուրդ, մենք այսօր ինչքան էլ առավոտից նյարդային ստացվեց օրը, բարև ձեզ, բարև ողջունենք պատուհանից մեզ ողջունող մեր սիրելի հայրենակցին, պատշգամբից ողջունող մեր սիրելի հայրենակցին ուրա, այստեղից ողջույն, սիրում ենք ձեզ, ողջույն, այս կողմից էլ ունենք ողջունողներ, այստեղ էլ ունենք ողջունողներ, մի րոպե հələ տեսնենք էլ որտեղ ունենք ողջունողներ Աչի վրա արդեն ողջունել եմ, ողջունում եմ, այստեղ էլ Ինչքան էլ օրը առավոտից մի քիչ նյարդային ստացվեց, բայց կարծում եմ այդ բանն էլ կա, այդ այնուամենայնիվ բաներ կա, որ այդ չասված բաները պետք է ասվեն, ժողովուրդ Չի կարելի, այսինքն բաներ կա, որ ինչքան էլ ասում ենք, սեղմում ենք, զսպում ենք, ճնշում ենք, բայց ի վերջո դա մի օր դուրս է հորդելու Եվ իսկականից ես էլի գալիս եմ այն եզրակացության, որ չի կարելի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ իդեմս այդ թվում նրա ընտրված ներկայացուցչի Եվ էլի եմ ասում, լսեք Ես չեմ հասկանում, ես նախ ուզում եմ ասեմ հետևյալը Ես ուզում եմ, որ մենք բոլորս ծափերով ողջունենք Լեռնային Ղարաբաղի մեր բոլոր այն քույրերին և եղբայրներին ովքեր նույնպես պատանդի կարգավիճակում են եղել այս պսևդո էլիտայի ձեռքին, սա շատ կարևոր է Եվ ես չեմ հասկանում, ժողովուրդ ջան, ես չեմ հասկանում Ղարաբաղում ապրած հասուն տղամարդուն, որը բուխախը վրեն գալիս այնց ասում է դու Ղարաբաղը ծախել ես։ Լսեք, այդ մարդիկ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին մարտական գործողությունները սկսելուց ժամեր անց 50 կիլոմետրանոց շարաշունա ձևավորվել Ղարաբաղից դեպի Հայաստան։ Այդ մարդիկ մինչև հիմա պատասխան տվել են և հիմա նրանք գալիս են խաղեր են խաղում զոհվածների թվերի հետ։ Ես ասում եմ հիմնավորեք այդ 5000 զոհ անունը տալուց հետո կամ առաջ դուք պարտավոր եք դա հիմնավորել, որովհետև դուք իրավունք չունեք մանիպուլացնել, որովհետև դա նշանակում է, որ դուք արյան ծարավ եք, դուք Հայաստանի քաղաքացիների արյան ծարավ եք, դուք ուզում եք նսեմացնել այդ թվում մեր զոհերի զոհությունները, որովհետև նրան զոհությունների արդյունքում է, որ այսօր մենք ունենք պետություն, այսօր մենք ունենք ազատություն, այսօր մենք ունենք ժողովրդավարություն և մենք այսօր պետություն ենք ավելի քան երբևէ Զարուհի ինչ ես խոսում Այ Ռոբերտին ու Սերժին ծախված ստակ չես էլ ամանչում, գետինը մտնես, դու անես ընդանապես, էժան, գնա վարդանիկին պաշպանի, էժանի մեկը, գնա վարդանիկին պաշպանի, կաշարակես ստահակ, գետինը մտնես,
գետինը մտնես, Ռոբին ու Սերժին ծախված, ընդհանրապես հետո պարզվեց, որ դուք քո շեֆը Ռաֆիով բանով ծախված էիք եւ ամեն անգամ ժողովրդին առաջնորդում էիք դեպի պարտություն, ամեն անգամ գիտակցված, դուք բոլորը ծախու ընդդիմություն եք եղել, դու, Լևոնը, Ռաֆին, Վազգենը, մյուսները, դուք ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք, դուք վճարվել եք Սերժից եւ Ռոբերտից, որ ժողովրդին ամեն անգամ խաբելով տանեք դեպի պարտություն, այդ հեղափոխությունը 18 թվին չէր լինի, այդ հեղափոխությունը կլներ 2003 թվին, այդ հեղափոխությունը կլներ 2004 թվին, եթե Լևոնը, Ռաֆին, Զարուհին ու իրանց նման ստահակները նախապես գործարքի գրացած չլնեին ժողովրդին, դուք պետք է պատասխան տաք, թե ինչի հեղափոխությունը եղել 18 թվից, ինչի 96 թվից այս ժողովուրդը երազում է, որ ինքը տեր լինի իր իշխանությանը, Վազգեն Մանուկյան, ծախված, Զարուհի Փոստանջյան, Ռաֆի Հովհաննիսյան, ձեր ամբողջ շայկան վճարվել է, դուք հացկատակների խումբ եք, որոնք այս ժողովրդին ամեն անգամ տարել են դեպի պարտություն։ Եվ եկել է բոլոր ճշմարտությունները ասելու ժամանակը, դուք պետք է բացատրեք, ասում եմ, թե ինչի հեղափոխությունը 18 թվին եղել, կարող է ժողովուրդը 96 թվին ոտի չի կանգնել, կարող է ժողովուրդը 98 թվին ոտի չի կանգնել, կարող է ժողովուրդը 2000 թվին ոտի չի կանգնել, կարող է ժողովուրդը 2003 թվին ոտի չի կանգնել, կարող է ժողովուրդը 2008 թվին ոտի չի կանգնել, ինչի հեղափոխությունը 2013 թվին ինչի հեղափոխություն չի եղել, որովհետև քեզ նմանը դու Ռաֆին ծախված ստակի նման ժողովրդի ձայները տարել դրել եք Սերժի ոտերի հատակ, մի քանի կոպեկի համար, ծախված ստակներ։ Այդ ոնց եղավ ժողովուրդ ջան, այդ ոնց եղավ, դրանք Սերժի, Ռոբերտի, Գագոյի մասին ինչեր ասում էին, մեկ ես կենամ համախմբվում են, Ռաֆին, Լևոնը, Սերժը, չգինեմ ով, համախմբվում են, որովհետև դրանք նույն մաֆիայի ներկայացուցիչներն են եղել, դերապաշխում են արել իրար մեջ, այս ժողովրդին քթից բռնած, տասնամյակով տարել են հրապարակից հրապարակ, փողոցից փողոց եւ ամեն անգամ խաբել տուն են ուղարկել, եւ պետք է ուղիղ ասել, 2018 թվականը ոչ միայն ծախու իշխանության դեմ ա եղել, այլ ծախու ընդդիմության դեմ ա եղել, իդեմս Ռաֆիների, Լևոնների, Վազգենների եւ ուրիշների։ Հիմա ես ինչ են ակտիվացել, չեմ հասկանում, ես ինչ են ակտիվացել, եկել են կին, հասկացանք ժողովուրդ ջան, հասկացանք, ասում ենք ասեք ինչ ուզում եք, բայց լսեք նաև պատասխանը, լսեք, տեն չի լինի, չեք կարա տենց լինի, որ գաք, մենախոսությամբ հանդես գաք, առոք, թողեք գնաք, հետո ասեք տեսակ, ոնց շշպռեցիք, մի հատ չկարեցավ խոսալ, հասկացանք 1, 2, 3, 4, 5, ամեն ինչ չափ ու սահման ունի, եւ ես ասում եմ, այս ընտրությունների արդյունքում Երևանը օկուպացված, Ղարաբաղի պսևդոէլիտան պետք է դուրս շպրտվի Երևանի փողոցներից։ Եվ այդ պսևդոէլիտայի ներկայացուցիչներն են Ռոբերտը առաջին հերթին, այդ կալուգացի շիստյորկան Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, այն մյուսի շիստյորկան Ծառուկյան կոչվող, այդ մաֆիային մենք պետք է իրար հետ ծնկի բերենք ժողովուրդ, եւ դրա համար կա կոնկրետ օր եւ կոնկրետ ժամ 2026 թվականի հունիսի 7 ժամը 20:00-ին ընտրական տեղած մասերը բարձվում են
եւ մենք բոլորս պաշտոնապես արձանագրում ենք, որ Հայաստանի մեծամասնությունը, Հայաստանի ժողովուրդը 65-70%-ով 2020-26-ին քվեարկել է 2020-26-ին ընտրություններ 2026-ին քվեարկել է ընտրություններ 2026-ին քվեարկել է ընտրություններ 2026-ին քվեարկել է որովհետև պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Արաբկիրին Երևանին Հայաստանի Հանրապետությանը փառքնատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ սիրում եմ բոլորիդ խոնարհվում եմ բոլորիդ առաջ եւ հպարտանում եմ բոլորիդ առաջ 2020-26-ին քվեարկում ենք 2020-26 ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետև պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Արաբկիրին Երևանին Հայաստանի Հանրապետությանը փառքնատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը Ժորժան ձեր թույլտվությամբ մենք արդեն գնանք, հա։ Չէ, ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետև պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Արաբկիրին Երևանին Հայաստանի Հանրապետությանը այս գլխարկս է նվիրում եմ ով բռնի Շնորհակալ եմ Ժորժ ջան Ձեր թույլտվությամբ արդեն գնանք որովհետև վաղը լոռու մարզի այց ունենք Պետք է գնանք պատրաստենք Ժորժ ջան կներեք գնացինք Mama.